Սա սերմազտիչ է, դաշտից կոմբայնից քաղում է բերում, ով սերմա ուզում, զտում են մաքրում են, պատրաստ սերմը տանում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալակ գյուղում գյուղատնտեսական այս տեխնիկան միակ նորությունը չէ։ Բալաքում արդեն 3-րդ տարին է շարունակվում է արոտների վերականգնման, կերարտադրության եւ չմշակվող հողերին նոր կյանք տալու լայնածավալ ծրագիրը։ Ծրագիրը հիմնականում նպատակ է ունեցել արոտ օգտագործողների եւ կերարտադրողների կոլեկտիվին, կոոպերատիվին օժանդակել նոր սերմերի ստացման եւ արոտների բարելավման, ինչպես նաև բերքատվության բարձրացման հարցերը իրականացնելու համար։ Շնորհիվ նախագծի Բալաքում մշակովի տարածքներն ընդլայնվել են։ Եթե 2024 թվականին մշակվել է 97 հեկտար, ապա այս տարի 113 հեկտար հողատարածք։ Չմշակվող 83 հեկտար վայրելահողերը մենք վերամշակել ենք, կատարել ենք վար, կրկնավար, ֆրեզ, որի արդյունքում հողը բերել ենք պիտանելիության աստիճանի։ Իսկ խոթարքներն ու արոտավայրերը համապատասխան միջոցներով դրանց սնուցում ենք տվել, 2 տարի չենք թողել, որ այնտեղ արոտներում անասուն արածեցվի եւ փրկել ենք նաեւ այդտեղի կենսաբազմազանությունը, այսինքն եղել են բուսական տեսակներ, որոնք արդեն անհետացման եզրին են եղել եւ այդ դրա արդյունքում մենք կարողացել ենք այդ ամենը փրկել, հիմա այդ արոտներն ու խոթարքները շատ լավ գերազանց վիճակում են գտնվում։ Գերմանիայի եւ Շվեյցարիայի ֆինանսավորմամբ Բալակի կոոպերատիվին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա եւ սարքավորումներ, սերմնամաքրման եւ կերային գործարանի համար։ Ընդհանուր ներդրումը 7 միլիոն դրամ է։ Ծրագրի իրականացման համար ներդրում է կատարել նաեւ կոոպերատիվը՝ շուրջ 3 միլիոն դրամ։ Կարևորությունը գյուղացու գործը շատ ահավոր հեշտացել է։ Այդ ձեռի գործ առաջ որ անում էին, հիմա չկա, բացարձակ չկա։ Ու հնարավորություն էլ հերիք մա, որ արդեն տեխնիկան գյուղում ունենք, էլ չենք գնում կողքի գյուղերից։ Այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ ցույց են տալիս, թե ինչպես կարող է Հայաստանի կառավարության եւ միջազգային գործընկերների համատեղ աշխատանքը իրական տեսանելի արդյունք տալ։ Ծրագիրը նպաստում է Բալաքում պարենային անվտանգության ապահովմանը, անասնակերի բավարար պաշարների ստեղծմանը եւ որակյալ կերի արտադրությանը, ինչն էլ իր հերթին կարևոր է ավելի առողջ եւ որակյալ անասնագլխի ձևավորման համար։ Ծրագիրը դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության մաս է կազմում, որը Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի, վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, ուղղված Սյունիքի կայուն զարգացմանը։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։